Թռչող նավակը, լատիշական հեքիաթ։ Մի ագարակում ապրելիս է լինում մի մարդ։ Նա ունենում է 3 տղա, 2-ը խելոք, 3-ը հիմար։ Մի անգամ հարուստը գալիս է տղաների մոտ ու ասում. «Պատրաստեք մի այնպիսի նավակ, որ օդում լողա։ Ով որ այդպիսի նավակ պատրաստի, կստանա 100 դուկատ, իսկ ով չկարողանա պատրաստել, կհրամայեմ նրա մեջքից 3 գոտի մաշկել»։ Տղաները ճանապարհվում են նավակ պատրաստելու։ Առաջինը գնում է ավագ խելոք տղան։ Գնում է ճանապարհով և հանդիպում է մի ծերուկի։ «Տար ինձ քեզ հետ», ասում է նրան ծերուկը։ «Ինձ ոչ մի վարձ պետք չի, միայն կերակրիր»։ Տղան հաց քիչ է ունենում և քշում է ծերուկին։ «Ինչ ես ոտքի տակ ընկնում, ես քեզ համար ժամանակ չունեմ»։ Եվ նա սկսում է նավակ պատրաստել։ Աշխատում, բայց ոչ մի բան չի ստացվում։ Արդեն մթնում է, իսկ նա չի կարողանում նավակ պատրաստել։ Վերադառնում է տուն, գալիս է հարուստի մոտ, կանգնում նրա առաջ։ «Դե, նավակը պատրաստ է», հարցնում է հարուստը։ «Չէ, չհասցրեցի», պատասխանում է տղան ու վախից դողում։ Հարուստը հրամայում է նրա մեջքից 3 գոտի մաշկել, իսկ մաշկած տեղերին էլ աղց անել։ Երկրորդ օրը մյուս խելոք տղան է գնում նավակ պատրաստելու։ Նա էլ է քիչ հաց հետը վերցնում։ Տարին անբերի էր և հաց չկար։ Գնում է ու ճանապարհի նույն տեղում հանդիպում է նույն ծերուկին։ «Ինձ էլ տար քեզ հետ», խնդրում է նրան ծերուկը։ «Ես քեզ կօգնեմ, ու վարձ էլ ինձ պետք չի, միայն թե կերակրիր ինձ»։ Տղան մտածում է. «Այս ծերուկը ինչով պիտի ինձ օգնի, միայն կխանգարի, իսկ հաց պիտի ուտի ու չէ, չեմ տանի։ Մի ընկիր ոտքերիս տակ»։ Թողնում է նա ճանապարհին ծերուկին ու ինքը առաջ գնում։ Գալիս է ու սկսում նավակ պատրաստել։ Արդեն մթնում է, իսկ նա դեռ ոչ մի բան չի արել։ Նրա սարքած նավակով իսկի ջուրը չես մտնի, ուր մնաց թե օդում թռչես։ Տղան վերադառնում է տուն, իսկ հարուստը հարցնում է. «Նավակը պատրաստ է»։ «Չէ, չհասցրի սարքել», պատասխանում է միջնեկ տղան։ Հարուստը հրամայում է նրա մեջքից էլ 3 գոտի մաշկել, իսկ հետո տուն է ուղարկում, իբր գնա բուժվիր։ Երրորդ օրը հիմար տղան է պատրաստվում ճանապարհ ընկնելու։ Եղբայրները ծիծաղում են նրա վրա, իբր ավելի լավ է միանգամից հարուստի մոտ գնա, որ մեջքից 3 գոտի մաշկի։ Եթե իրենք չկարողացան նավակը սարքել, հիմարը որտեղից կարողանա։ Հիմարը չնայած վախենում է, բայց դե ճանապարհ է ընկնում։ Գնում ու մեկ էլ հանդիպում է ծերուկի։ «Ինձ էլ տար քեզ հետ», խնդրում է ծերուկը։ «Աշխատանքի համար քեզնից ոչինչ չեմ ուզի, միայն թե ինձ կերակրիր»։ Հիմարը շատ քիչ հաց էր վերցրել։ Ավագ եղբայրները հորն ասել էին, որ հաց քիչ տա նրան, միևնույն է, բան դուրս չի գալու, իսկ հացն ափսոս է։ Բայց խղճում է հիմարը ծերուկին ու տանում է իր հետ։ «Դե լավ, արի գնանք»։ Գալիս են ու երկուսով գործի անցնում։ Մի քիչ աշխատում են, հետո ծերուկն ասում է հիմարին. «Արի հանգստանանք, մի քիչ էլ հաց ուտենք»։ Տղան լսում է նրան։ Նստում են ու ուտում հիմարի բերած հացը։ Ծերուկն այնպես է ուտում, որ հիմարին մնում է միայն փշրանքներ։ Բայց հիմարը ոչ մի բան չի ասում։ «Դե լավ, ոչինչ, թող ծերուկն ուտի, շատ սոված է», մտածում է նա։ Ուտում վերջացնում են և ծերուկը հիմար տղային ասում է. «Ես էստեղից մոտիկ եմ ապրում, գնանք իմ տունը մի քիչ քնենք,
թե չէ շոքին աշխատելու հալ չունեմ։ Թեև հիմարը վախենում է, որ իրենք չեն հասցնի նավակը պատրաստել, եւ հարուստն իր մեջքից 3 գոտի մաշկել կտա, բայց դե խղճում է ծերուկին։ Ախր խեղճը արևի տակ աշխատել էր ու հոգնել։ Մտածում է, երկուսով գործն ավելի շուտ առաջ կտանեն։ Ինչու մի քիչ չհանգստանան, որ։ Գնում են նրանք ծերուկի տունն ու պարկում։ Ծերուկն իսկույն քնում է ու խռմփացնում, իսկ հիմարի քունը չի տանում։ Անընդհատ նավակի մասին է մտածում, բայց հետո ինքն էլ է քնում։ Երբ հիմարը արթնանում է, տեսնում է, որ արդեն մայր է մտնում արևը։ Շտապում է գնալ նավակը պատրաստելու, բայց տեսնում է, որ ծերուկը դեռ քնած է։ Հիմարը չի արթնացնում եւ որոշում է սպասել, մինչեւ ծերուկը արթնանա։ Սպասում, իսկ ծերուկը չի արթնանում։ Մտածում է հիմարը, միևնույն է արդեն չեն հասցնի նավակը սարքել, էլ ինչու ծերուկին արթնացնի, թող մի կուշտ քնի։ Ուշ երեկոյան ծերուկը արթնանում է։ Ոնց որ մի քիչ քնեցինք, հա, ասում է ծերուկը, բայց ոչինչ, հիմա կգնանք ու նավակը կպատրաստենք։ Հիմարը մտածում է, որ իրենք ոչ մի նավակ էլ չեն պատրաստի, բայց չի ուզում ծերուկին վշտացնել եւ նրա ետևից գնում է նավակի մոտ։ Նրանք գալիս են, իսկ նավակն արդեն պատրաստ է։ Կապված է կաղնու ծառից եւ թռչում է տեղում։ Հիմարն ուրախանում է եւ ուզում է միանգամից հարուստի մոտ գնալ, բայց ծերուկը ետ է պահում նրան, ասելով. «Նավակը չտաս, մինչև չվճարի խոստացած 100 դուկատը»։ Հիմարը այդպես էլ անում է։ Հարուստը տալիս է նրան 100 դուկատ, նստում է իր նավակն ու թռչում անհայտ ուղությամբ։ Իսկ դուկատները մնում են հիմարին։